Աստծո խոսքեն պիտի գարտամ 5 դագարանեն երրորդ քիրք թագավորած երկրորդ գլուխեն մեգեն 3 համարները յետքը հատված պիտի գարտամ երրորդ գլուխեն ուրեմն երրորդ թագավորած 2 մեգեն 3 ու երբ Դավիթի մեռնելու օրերը մոտեցան իր որդուն Սողոմոնի բադվեր տվավ ըսելով Ահա ես ամեն երկրի ջամփան գերտամ, իսկ թուն ուժովցիր ու քաչասիրտ եղիր, եւ կուդերաստուծույթ բահաբանությունը բահե, որբեսի անոր ջամփաներու մեջ քալես, ու անոր գանոնները, բադվիրանքները, թադաստանները ու վգայությունները բահես, ինչպես Մովսեսի օրինաց քիրքի մեջ գրված է, որբեսի ինչ որ ընես Եվ ուր որ երեսը դարձնես, հաճողություն գտնես։ Երրորդ գլուխին 3:14 տալ պիտի գարտամ։ Եվ Սողոմոն դերը գսիրեր, ու իր հորը Դավիթի կանոններով գքալեր։ Միայն թե բարձր դեղերով վրա զոհ գմադուցաներ ու խունկ գծխեր։ Եվ թագավորը կապավոն կնած, որբեսի հոնզող մադուցան է, կազի մեծ բարձր դեղը անիգա էր։ Սողոմոն այն սեղանին վրա 1000 ողջագեզ զոհեց, ու կապավոնի մեջ դերը Սողոմոնի երևցավ քիշերվան երազով, և ասված ըսավ, պան մխնդրե, որ քեզի դամ, ու Սողոմոն ըսավ, թունք ու ձարայիդ իմ հորս Դավիթի մեծ ողորմություն ըրիր, Ինչպես անիգա քու արջևդ ճշմարտությամբ, արդարությամբ և ուղիղ սիրտով քեզի հետ քալեց, ու անոր այս մեծ ողորմությունը բահեցիր, ու իր աթոռը նստող որդիմը տվիր անոր, ինչպես այսօր գերևնա։ Եվ հիմա ով դեր ասվածիմ, թուն քու ձարատ իմ հորս Դավիթի դեղ թագավոր ըրիր, բայց ես բզդիկ դղամն եմ, Ելնել ու մտնել չեմ գիտեր, ու քու ձարատ քու ընդրած ժողովուրդիդ մեջ է, որ շադավոր, անթիվ ու անհամար ժողովուրդ մնե, ուստի քու ձարայիդ իմաստուն սիրտ դուր, որբեսի քու ժողովուրդը թադե, ու բարին ու չարը որոշե, քանզի այս քու մեջ ժողովուրդդ ով գրնա թադել, և այս խոսքը Այսինքն Սողոմոնի այս բանը խնդրելը դերոջը աչքերուն հաջո երևցավ եւ ասված անորսավ որովհետեւ այս բանը խնդրեցիր ու քեզի շատ օրեր չխնդրեցիր ու քեզի հարստություն չխնդրեցիր ու քու թշնամիներու հոգին չխնդրեցիր հաբա իրավունքը իմանալու իմաստություն խնդրեցիր ահա քու խոսքիդ բես ըրի Ահա քեզի իմաստուն ու հանճարեղ սիրտ տվի, այնպես որ քեզ մի առաջ քեզի պես մեկը եղած չէ ու քեզ մե ետ գնալ քու նմանդ պիտի չելլե։ Նաև քու չխնդրածը դալ քեզի դվի, թե հարստություն և թե փառք, այնպես որ քու կյանքիդ բոլոր օրերու մեջ, թագավորներու մեջ քեզի պես մեկը չգտնվի։ Եվ եթե Իմ ջամփաներուս մեջ քալես, իմ հրամաններս ու բադվիրանքներս բահելով, ինչպես քու հայրդ Դավիթ քալեց, այն ադեն քու օրերդ պիտի շատցնեմ։ Նույթս ընդրած եմ, թասեր Սողոմոն իմաստուն են, գիտենք, որ Սողոմոն իմաստուն մեկն էր, ինչպես որ գարտացինք։ Սողոմոնի կյանքն շատերու զարմացուցած է, ինչու և ինչպես հարցումներ հարաճացուցած է անոնց մտքի մեջ։ Սակայն երբ անոր կյանքը սերտենք, անոր արած որոշումները, փափակները, հետաբնթած նպատակները, իր ընտրությունները, ամեն բան հստակ կլա և մենք պետք եղած թասերը գքաղենք։ Ինչ որ Ադամի հետ պատահեցավ, նույնը Սողոմոնի հետ պատահեցավ։ Մարմինի ցանկություններեն
հրաբուրված ու խապված նպատակեն շեղեցավ։ Ատամ խաղաղ էր, ուրախ էր Աստծո ներկայությունով, սակայն չի կոհացավ։ Սողոմոն նույնպես փառքի մեջ էր, ամեն բան արադորեն գվայելեր, սակայն չկոհացավ։ Եթե գարտանք 11-րդ գլուխին 4-րդ համարը գսե եւ Սողոմոնի ձերության ժամանակը անոր գիները անոր սիրտը օդար աստվածներու դարձուցին ու անոր սիրտը իր դեր Աստծուին հետ իր հորը Դավիթի սիրտին պես գադարյալ չէր։ Գարչ ագնարկ մտածենք Սողոմոնի անձի մասին։ Սողոմոն խաղաղասեր կնշանակե, սաղեն բարեն հարաճ ձակում արած է։ Պերսափեն ծնած երկրորդ որդին էր, մոտավորապես 1300 թվականին Քրիստոսի առաջ։ Նաթան մարգարեն զայն գոչեց Հեթիթիա, որ կնշանակե դերոջը սիրելին։ 18 տարեկին իր հորմեն թագավորություն արավ եւ սակայն միայն 40 տարի թագավորեց մինչև 975 թվական։ Այս մարդը աշխարհակալ եղավ, անոր հզոր իշխանությունը գդարածվեր Եփրադեն մինչև Եգիպտոսի հեղեղատը Փալմիրա անաբադը մեջը ըլլալով։ Սողոմոնի թագավորության ժամանակ երկիր հարստացավ, շքեղ եւ հոյագապ դաջար շինեց, այսպես Դավիթի փախցանքը կատարեց։ Ուրիշ շատ կարևոր եւ հասարակած եւ նաեւ առանցին շենքեր շինեց։ Շահապեր գործեր ըրավ Դյուրոսի, Եգիպտոսի, Արաբիո, Հնդկաստանի եւ Բաբելոնի հետ։ Պարզապես քաղաքար գազմելու համար գարտանք այս քիրքին, երրորդ թագավորած քիրքին, 10-րդ գլուխին 14-ին 15 համարները, լսեցեք։ Ու մեկ դարվա մեջ Սողոմոնի եկած ոսկին գշիրքը 666 դաղանդ ոսկի էր, արուդուր ընողներեն ու վաճառականներեն եւ արապացված բոլոր թագավորներեն ու երկրի նախարարներեն արածեն զատ։ Գարտացեք երկրորդ մնացորդած 9-րդ գլուխը պիտի տեսնեք հոնալ։ 3000 արագներ խոսած է եւ երկեր շարադրած է։ Այսալ նույն քիրքին երրորդ թագավորած 4-րդ գլուխին 32-րդ համար եւ 32 գսե եւ անիգա 3000 արագ խոսեցավ ու անոր շարադրած երկերը 1005 էին եւ անիգա ծառաներուն վրա խոսեցավ Լիբանանի Եղևինեն մինչե բադի վրա փուսող Զոբան ու նաև անասուններուն վրա, թրջուններուն վրա, սողուններուն վրա ու ցուգերու վրա խոսեցավ։ Եվ ամեն ժողովուրդներեն ու անոր իմաստության համբավը լսող երկրի բոլոր թագավորներեն Սողոմոնի իմաստությունը մտիկ ընելու գուքային։ Սողոմոն ամեն տեսակ ժամանակավոր հաջողություն բայլեց, սակայն 60 տարեկանին մեռավ։ Գիշեք ասված ինչ ասած էր. Եթե իմ կանոններուս մեջ քալես, երկար օրեր պիտի ունենաս, բայց չքալեց։ Այս մարդն ինչպես բոլոր մարդիկ թե լավ գողմեր եւ թե քեշ գողմեր ունեին։ Դժբախտաբար իր անձին վրա չաշխատեցավ, ինչպես քրիստոնյաներուն եւ քարոզիչներուն մեծամասնությունը իրենց վրա չեն աշխատիր, ուրիշներուն վրա աշխատին։
Այս մարդը իրանցի վրա չաշխատեցավ, որպեսզի գարենար հաղթել իր ցանկություններում։ Եվ հիմա Տերոջի շնորհքով վեր առնենք այն գետերը, որոնք մեզի վերակրելի են։ Ինչ դասեր պետք է քաղենք, ինչ ճշմարտություններ սորվենք։ Եվ թրական կողմեն գուզեմ սկսել։ Առաջին, երբ թագավոր օծվեցավ եւ քահին դիրացավ, զգաց թե պետք է ուներ Աստուծո օգնության եւ անոր առաջնորդության։ Ինչ է մեզի եկած պատկանը։ Բարձրացավ, թագավոր եղավ, սակայն Աստուծո պետք է զգաց։ Մենք եթե քիչ մտեղ մասնենք, ամեն բան կմոռնանք։ Եկեղեցի, Սուրբ Գիրք կարդալ, մեր դրամատուրգիությունը կփոխվի, մեր դիրքորոշումը կփոխվի, քրիստոնեական առաքինությունները մեկ կողմ կդրվի ու կդառնանք անձնաբաշտ եւ վստահաբար նաեւ հբարդ։ Մարդը քիչ մը բարձրանա, որքան կհբարդանա։ Մարդ հարարածը հբարդանալու համար շատ բաներ չուզեր։ Չէ։ Շատ շուտով գուրի։ Հոս Սողոմոն բարձրացավ, սակայն Աստուծո պետք է զգաց։ Եվ փաստեց, թե Աստուծո օգնության պետք ունի, անոր համար առաջին գործը եղավ Քափավոն լերը երթալ ու Աստուծո զոհ մատուցանել, ինչպես որ գարտացինք։ Քափավոն լերան վրա էր Մովսեսի շինած խորանը։ Գարտացեք առաջին մնացորդած 21-րդ գլուխը։ Գարտացինք, որ հոս Սողոմոն դերը գսիրեր, իր հորը կանոններով գքալեր, Աստուծո բարիքները հիշող էր 6-րդ համար։ Ու Սողոմոն ըսավ թունք ու ծարայիդ իմ հորս Դավիթի մեծ ողորմություն ըրիր, ինչպես անիգա քո առջև ճշմարտությամբ, արդարությամբ եւ ուղիղ սիրտով քալեց։ Սողոմոն ինք գհիշե վայելած բարիքները իր հորը եւ նաեւ իր եւ կարեւորակույն բանը խնդրեց։ Ըսավ իմաստուն սիրտ կուզեմ, իմաստուն սիրտ։ Սողոմոնի սիրուն առջև Աստված շուտով պատասխանեց։ Աստուծո գամքն էր։ Երբ որ մենք դերը սիրելու կսկսենք եւ անոր կանոններուն մեջ կգալենք, այնադեն դերը մեզալ պիտի օրհնե եւ մեր աղոթները պիտի պատասխանե։ Ինչու համար շատ մահավատացյալներ ու աղոթները չեն պատասխանվիր, որտեղ դերը վերջին դեղը թրված է, վերջին դեղը։ Աստծո խոսքը ցերկերին չեն առներ։ Մա կարոզած ադենը կքնանան, ուրիշ հարց է ադիգա։ Հեչ, կարևոր չէ, երբեք կարևոր չէ։ Ուրեմն մենք պետք է սիրենք եւ զայն ասված առաջին դեղը տասենք։ Աստծո բարիքները հիշենք, շնորհակալություն հայտնենք եւ իմաստություն խնդրենք։ Արաքյալը չսեր, եթե մեկը իմաստութեն է բաքսած է, թող խնդրե, ասված արադորեն պիտի դա։ Եվ ասված երազով հայտնվեցավ։ Հինադեն երբ դագավին խոսքը կրված չեր, ասված երազներով հայտնվեր։ Փարաբոնին հայտնվեցավ Մովսես, Հովսեփին, Նապուկոտոնոսոր թագավորին, Հովսեփի, Մարիամին, նշանածին, Զաքարիային, Եսայի մարգարեին երազներով հայտնվեցավ։ Երբեմն նույնիսկ դերը մարմին գարներ, անցավ կհայտնվեր։ Անշուշտ երազներ կան, որ մեր մտքի երևակայություններու արդյունքն է։ Երազներ ալգան, որ սատանային կողմեն է։ Աստված սակայն այսօր իր խոսքին միջոցով կխոսի։ Այսօր եթե մեկը գուզես Աստված ջանչնալ, անոր գամքը հասկանալ, անոր միտքը հասկանալ, իր խոսքը պետք է գարտա։ Եթե դերը քեզալ հարցնե, բան մխնդրե, որ քեզի դամ,
Ինչ կխնդրես, անգեղծ եղիր։ Ինչ կխնդրես, հոս իմաստություն խնդրեց։ Աստված հարցուց, որովհետև մարդուն ազատ կապ տված է եւ գագնգալ է, որ մարդը խոսի Աստծո հետ, խնդրե եւ իմաստուն սիրտ խնդրեց։ Փնակիրը գսե լսող սիրտը խնդրեց, լսող սիրտ, Աստծո ցայնը լսող, այս իմաստությունը Աստծո ցայնը լսելեն առաջ կուքա։ Մեծ բադասխանադվության արջև գտնվեր այս թագավորը Սողոմոն եւ իմաստություն խնդրեց։ Երանի թե մենք Աստծո հաճելի բաներ խնդրենք, անոր հաճելի բաներ եւ Աստված պիտի տա։ Դարձյալ հոսքսե 9-րդ համարի մեջ հետաքրական է, ասիկա առաջնորդներ պետք է լավ լսեն, ագանչնին բանան։ Գսե ուստի քուզարայիդ իմաստուն սիրտ դուր, որբեսի քու ժողովուրդիդ, չսեր իմ ժողովուրդիս, քու ժողովուրդիդ։ Այսօր առաջնորդներ կան, բռնագալներու պես, ասիկա իմ ժողովուրդս է, իմ ժողովուրդս է, վրան նին գթակավոր է, հոս, Սողոմոն գսե, քու ժողովուրդուդ, քու։ Մենք բոյև մեկու ոչ անհատական անցին, ոչ այդ ժողովուրդի մը սեփականադերն ենք, բայց այսօր առաջնորդներ կան սեփականադեր գսեբեն իրենց թիրքը գկործածեն եւ գներշնչվին այդ թիրքին միջոցով, ոչ թե Սուրբ Հոգին, իրենց թիրքին միջոցով եւ սեփականադեր կգարձեն, ասի իմ ժողովուրդս է, ես պիտի բահեմ, ես, մտիկ պիտենեք ինձի, ինչ որսեմ, ինձ մե մտիկ պիտենեք, պիտի հնազանտիկ ինձի, հոս Սողոմոն գսե, քու ժողովուրդուդ, քու, իմս չէ, ինձի իմաստություն դուր, որբեսի գարենամ գարավարել։ Ուրեմն, Սողոմոն հասկացած էր, որ Աստուծո ժողովուրդին պիտի ծառայեր ու ոչ թե իր ժողովուրդին։ Ժողովուրդին սեփականադերը եւ հոգի ունեցող էագիմը սեփականադերը Աստված է ու միայն Աստված է։ Իսկ մենք ինչ ենք ծառաներ գծառայենք։ Հետևաբար Աստուծո ծառան Աստուծո ժողովուրդին գծառայե։ Աստուծո ուզածը ընելով ու ոչ թե ժողովուրդին ուզածը։ Եթե Աստծո ծառաները Աստուծո ուզածը ընեին եւ Աստուծո ըսածը փոխանցեին, Աստուծո ժողովրդին վիճակը դարբեր բիդլար այսօր։ Սակայն փոփոխական աշխարհի մեջ կապրիկ ամեն բան կփոխվի, այնպես որ այսօր Աստուծո ծառաները գոչվողներ ժողովրդին ուզածը գնեն։ Ժողովուրդը ինչ կուզե, այդ գնե։ Հովի մղրգեցի մեզի, նայինք մեր ուզածը բիդնեմ, բիդի հավնինք իրեն, նայինք մեզի բիդի հնազանթի, եթե մեր ուզածին բես չէ գղրգենք գուն, հոն հասած է, ժողովուրդ, Աստուծո ծառան, Աստծո ժողովրդին գծառայե։ Ուրեմն փառք ուտանք, սակայն որ դակավին կան մարդիկ, որոնք պատրաստ են Աստուծո ուզածը ընելու։ Տեսնեք Սողոմոնի դգար գողմերը։ Սողոմոն լավ սկսավ սկիզբը, զոհեր մատուց։ Դգար գողմերն ալ ունի, անորամար որպես տաս սորվինք, ինչ որ կրվեցավ գսե առակյալը մեր սորվելուն համար կրվեցավ։ Եվ սատանան գրցավ օգտագործել եւ զինքը Աստծուց հերացուց սիրտը յուրաքանչյուրիս կրնանույնը բադահիլ այն պատճառները զոր պիտի տեսնենք որ Սողոմոն Աստծուց հերացուցին նույնն է ճիշտ նույնն է առաջին սխալ ընտրություն Փարավոնի աղջիկը իրեն գին արավ Հեթանոսը գրաբաշն
Գսե երրորդ գլուխ առաջին համար եւ Սողոմոն Եգիպտոսի փարավոն թագավորին հետ խնամություն ըրավ ու փարավոնի աղջիկը արավ ու զանիգա Դավիթի քաղաքը փերավ Հեթանոսի մտայնությունը հավատամքը ցանկը բոլորովին հագարակ էր եբրայեցիներին Աստված հստակ բադվեր դված է ժամանակ չունիմ գարտալու երկրորդ օրինաց 7-րդ գլուխը գարտացեք երբ Աստված փամը գսե բադվեր մգուդա մեզի չարչարելու համար չի դար հավա մեր օգուտին համար գուդա երկրորդը մեղքը բոլորովին չվերցուց սխալ ընդրություն դրավ եւ մեղքը բոլորովին չվերցուց եւ բարձր դեղերու վրա գտնվող աստարովթի քարշելի մեղքերու յետևե քնած Գարտամ ցեզի 11-րդ գլխուն 5-րդ համարը գսե Եվ Սողոմոն սիտանացված աստուծույն աստարովթի յետևեն ու ամոնացված քարշելի մեղքոմին յետևեն քնած Եվ Սողոմոն դերոջը արչև չարություն ըրավ ու դերոջը յետևեն իր հորը Դավիթի պես գադարյալ սրդով չքնած Սամսոն գիշեք սխալ ընդրություն ըրավ եւ Դալիլային սիրարվեցավ Դալիլային երբ որ դեսավ Սիրտը մի քանի անգամ դուրս ելավ մտավ ինչ քեղեցիկ է ինչ լավ է գրաբաշտ ինչ գործ ունիս Աստված պատվեր տված է դու ինչ գործ ունիս անոց հետ խնամություն միներ եւ արդյունքը Սամսոնի գիտեք աչքերը գուրցան եւ բարձր դեղեր խոսքին շատ կանտբիկ 5 դագարանի մեջ Հեթանոսներուն սովորություններ բարձր դեղերու վրա բաշտամունք եւ զոհ մատուցանել իրենց աստվածներուն երկրորդ օրինաց քիրքի մեջ գգարտանք 12:1-3 Սուրբ քիրքի մեջ հիշված են որոնց մե արիքիդություն 5 հիշեմ ցեզի օկտագար թասեր կան մեզի վերակրելի Թակոնը ասի փղշտացված աստվածն է Թակոն Սուկ ասված կնշանակե մարմինին բարի մասը ցուգի նման է եւ 4 ցերքեր ունի Գազայի մեջ մեհյան ուներ եւ ուրիշ չրչաներու մեջ ալ գային ինչպես Ազովտոս քաղաքը առաջին թագավորաց 5-րդ գլուխն է գրնակ նշել Սամսոն գործանեց Ներսակը Ասորիներուն ասվածը 4-րդ թագավորաց 19-րդ գլուխ Մարդու նման հասակ գլուխը արձիվ եւ երկու թևեր Քամոսը մովապացված ասվածը 3-րդ թագավորաց 11 Մեղքոմը զորգարտացինք Մողոքը ամոնացված ասվածը Մանուգը այդ ասվածը ասպես ցերքերը ռած դագը գրակվարած իրենց մանուկները զոհ գբերեն այդ երկաթե ցերքերու վրա գտնեին ինչ թիվահարված մարդիկ են ասում Աստարովտ փահ սիտանացված եւ փյունեգացված ասվածը Քեթեոն գործանեց ինչպես Տերը բադվիրեց 3-րդ թագավորաց 11-րդ գլուխի մեջ Հիշյալ ասվածներուն Մարտնալ որպես զոհ կմատուցանեին եւ ասված Երեմիա մարգարե միջոցով խիստ կխոսի շատ խիստ կխոսի գսե Երեմիա 19:5 ու փահաղի բարձր դեղերը շինեցին բասը որբեսի իրենց դղակները գրագով այրեն փահաղի ողջագեզն են զոր ես չհրամայեցի չխոսեցա ու միտքեսալ չանցավ Հրյաներ երբեմն որթեքրեցին այս գրաբաշներուն ըրածը Երեք թրթաբաճարներ կան Սողոմոն աստծուց մեհերացնելու եւ ասով վերջացնենք Առաջինը քաղաքականություններ politics Հազար գիները բալատ փերելուն նպատակը մի խորիկ թե
միայն ցանկությունները քոհացնելու համար էին, ոչ։ Հաբա իր շուրջը եղող գրաբաշներուն հետ ուզեց քաղաքական գաբեր ստեղծել եւ անոնց հետ խնամություն անել, որբեսի խաղաղությամբ ապրի։ Խելացի է մարդը, խաղաղությամբ ապրի։ Ցեզի մենք խնամի եղանք, ինչ կուզես, բարձր դեղերու մեջ ծեր ասվածները շինեմ, սիրով գշինեմ, տրամ ունիմ, հոգ մինեք, եկեք մենք, խնամություն ունենք, եւ այդպես ալ ըրավ։ Ասված սիրելներ, երբ բադվեր մուգուդա, մի բարը կործածելով, մի շինեք, մի երթակ անոց ետևեն, մեր օգուտին համար գսե, մեր անմա հոգիներուն համար գխոսի ասված։ Ուրեմն, Սողոմոն բդիկ չրավ, երկրորդ պատճառը շռայլության մեջ ապրիլն էր։ Ժողովողի երկրորդ գլուխին առաջին համարը գսե, Սողոմոն գսե, իր անձին համար։ Ես իմ սրդից մեջ ըսի, եգուր հիմա ուրախության միջոցով քեզ փորձեմ, ուստի փարիկներ վայել է, եւ ասիգալ ունայնություն էր, ունայնություն։ Գարելի է մեկը, որ աղոթած է, ըսած է, չլա որ գշտանամ եւ քեզ ուրանամ, ու դերը ով է ըսեմ։ Եվ ետքը այսպեսի վիճակի հասնի, գարելի է։ Շռայլությունը չէր, որ մարդոց հոս հանգղրգե, անոնց անմա հոգին սովամա վիճակի գմատնե, եթե քիչ մնալ առաքինություններ ուներ, շոքի նման, մոմի բես գահալին գերտան։ Սողոմոն Աստծո դաջարին հետ միասին բարձր դեղերու վրա գրադուներ շինեց։ Հեթանոսներու գրաբաշներու սովորը բարձր դեղերու վրա։ Ինչ, եթե գարտակ հունած պատմությունը ասկած գրաբաշներուն, ինչ բաներ գնեին, ինչ բղձություններ գնեին։ Եվ Սողոմոն չվերցուց, եւ 60 տարեկին մերավ առանց վայելելու Աստծո խոստումները։ Այդ բոլոր խոստումները, որ գարտացինք, պայմանավոր էր։ Եթե իմ կանոններուս մեջ կալես։ Մայրն ալ զգուշացած էր, Արագած 31-րդ գլուխի մեջ գարտացեք։ Դժբախտաբար Սողոմոն իր անձը քինիով արբեցուց եւ մորցավ Աստծո կանոնները եւ օրենքները։ Ուրիշ դգարություն մնալ ուներ, Աստծո չվստահեցավ։ Երրորդ Թագավորաց երկրորդ գլուխի մեջ կտեսնենք։ Իր թիրքը չգործընծնելու համար հավանական մրցակիցները մերցուց։ Իր քրությունները գահսկնան, թե իր ըրածներեն զզված էր։ Չեմ კი եթե գտնվի մեր մեջ մարդիկ, որոնք սերդած են Սողոմոնի կյանքը։ Եվ հասկացած էր, որ բոլորն ալ փուջ էր, բարապ, անցողական եւ հոգիի դանչանք։ Անորամար միշտ կսե ունայնությանց, ամեն բան ունայնություն։ Այս մարդը հաշվետվության գահավադար, գարտացեք ժողովողի 11-րդ գլուխը։ Սողոմոնը մեզ գիշեցնե Ղովդը, որ ամեն օր իր արդար խիճ հոգին գդանչեր այդ սոթոմացիներուն մեջը։ Արագացի եւ ժողովողի քիրքերը շատ լավ խրատներ են, թե երդասարտներուն եւ թե բոլոր մարդոց։ Խրատները ոչ թե Սողոմոնին ըրածը ընելու, հաբա որբեսի անոր ըրածը չնելու, անոր համար խրատներ կան։ Եվ երբեք միսեր, օքե, Սողոմոն ալ այդպես հրավ, եւ ինք քրեց, որբեսի մենք ալ նույնը չնենք։
Կարելի է մեկը լավ սկիզբ ունենա եւ ետքը վատ վիճակի մատնվի, այո, կարելի է։ Նոր գդագարանի նամակներն կշեշտեն եւ Պողոս Արաքյալ գարկ ու մարդոց անունները գուտա։ Քաղաքացից քիրքի մեջ ասե դուք լավ սկսակ, ինչա որ գվազեիք, ով ցեզ ետկեցուց։ Պետք է մեր դաղանտներուն չվստահենք, պետք չվստահենք։ Մեր դաղանտները ինչպեսի դաղանտներ որ ալլան, այդ դաղանտները մեզի Աստուծո մոտ չեն բայր։ Մեր սրդի մեջ Աստուծո վախը ունենալու ենք շարունակ։ Եվ այդ բոլոր վտանգներն ապահով մնալու մեկ միջոց կա, ոչ երկու, մեկ հեզլալ Աստուծո առջև, հեզլալ, թյուրին բան չէ հեզությունը, հեզությամբ պիտի բահվինք ամեն տեսակ մեղքերը, դարձյալ Աստուծո հետ, թե Աստուծո հետ և թե մեղքին հետ միասին կալել չլար, Սողոմոն մեզ այս տասերը կսորվեցն է, անվորական չունի կրնա լսել, Սողոմոն սկանչելի տասեր ունի մեզի սորվեցնելի, գարդացեք հաջախ Արագացի ժողովողի քիրքերը, թող դերը շնորհքն է, որ հեզլանք անոր առջև, անվոր վերեն վարիչավ, մենք վարեն վեր չիչանանք ելլելու, հաբա վարը մնանք, և ըսենք ով դեր ինչ կուզես որ ընեմ, և այդպես անոր գամքեն պիտի չի շեղինք, և ապահով պիտի մնանք մեզ ըսպարնացող վտանգներին, թող Աստված բոլորիդ իր շնորհքի մեջ պահե, իր փառքին համար, ամեն։ Շնորհակալ ենք Տերոջը խոսքին համար եւ դերը շնորհ է որ մենք ալ մեր լսած եւ սորված ճշմարտություններուն հնազանդելով Տերոջը հրանքներուն հնազանդ գտնվենք։ Բիդի վերջացնենք երկելով 265-րդ երգը, որուն 4-րդ տունը զանց բիդնենք եւ վերջին լունը ոտքի հովիվին աղոտկո բիդի փագենք։ 2-6 երբ կալենք Դերոջ հետ ու խոսքովն գետարգետ։ Երբ կալենք Դերոջ հետ ու խոսքովն գետարգետ, նա լուսավոր է մին մեր ճամփան, ինչ կնենք տանիրել, Եվ
Տեր Հիսուս, շնորհակալ ենք ներկայության համար, խոսքիդ համար եւ մեր վայելած հոգեվոր օրհնություններուն համար։ Փառք ունենք Տեր, որ ինչ որ քրվեցավ, մեր սորվելուն համար քրվեցավ։ Շնորհակալ ենք Տեր քու ծառաներուդ համար, որոնք Տեր քեզ գսիրեն եւ հավատար քեզ գծարայեն։ Օգնե մեզի, որ մենք ալ Սողոմոն իմաստունեն թասեր քաղենք եւ Տեր լավը սկսանք, լավալ վերջացնենք մեր կյանքը եւ միմիայն դու փառավորվիս։ Մեր կյանքերը բդղափերը լան։ Շնորհ կրե, որ մենք ալ Տեր քեզի հաճելի բաներ խնդրենք եւ այսպեսով քեզ բադվենք մեր վարմունքով, խոսքով, գործով եւ այսպեսով Տեր քեզ ուրախացնենք։ Գնքես խոսքդ մեր սրտերու մեջ եւ որպես աղեկ հողի մեջ ցանվին եւ բդուղ բերեն։ Փառքի համար կխնդրենք։ Ամեն։